Չարենցավանի ողբերգական սպանության դեպքով դանակից վիրավորվածներից մեկը 20-ամյա Ստյոպա Իսկանդարյանը ոստիկանության Չարենցավանի պետի տեղակալ Արթուր Իսկանդարյանի եղբոր որդին է, իսկ հայրը քննիչ է։ Կոտայքի մարզում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետևանքով 6 անձ տեղափոխվել էր հիվանդանոց, որից մեկը մահացել էր։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 10-րդ կետերով եւ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանամիջոց էր կիրառվել կալանքը, 4 անձ տուժող է ճանաչվել։ Արմունու լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն վիճաբանության պատճառը ըստ նախնական վարկածի միմյանց երկար եւ թարսնայելն է եղել, ինչից հետո տղաների միջև սկսվել է վիճաբանություն եւ մեկ անձ սպանվեց։ Մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է։ Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ Գոր Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը եւ 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը, որոնք հիվանդանոցում են։ Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել մարտի 29-ին Պոշկայենով եւ ջիպով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել մեկ մահացած եւ 3 վիրավոր քաղաքացիներ։ Սպանությունը եղել էր Չարենցավանի հայտի Գինած ռեստորանի հարակից տարածքում։ Քրեական վարույթի շրջանակներում մեծ հասած տեղեկությունների համաձայն 20-ից ավելի երիտասարդներ են հարձակվել, ավելի ենթադրյալ սպանություն կատարողը ինքնակամ էր ներկայացրել իրավապահներին եւ այժմ կալանավորված է։ Գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։